Ողջույն հարգելի հայրենակիցներ, եթերում կրկին Արարատյան խոհանոցն է Արարատ Հոլ ռեստորանից։ Շարունակում ենք ձեզ ներկայացնել կերակրատեսակներ, որոնք որ կարծում ենք օգտակար կլինեն ձեզ համար տունը պատրաստելու, նաև մեր գործընկերներին հանրային սննդի օբյեկտներում օգտագործելու համար։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր ես ունեմ հյուր եւ իմ հյուրն է արդեն մեզ համար հարազատ դարձած մեր Դավիթ Սահակյանը։ Դավիթ Սահակյանն աշխատում է Սոչի Պլազա հյուրանոցային համալիրում որպես ավագ խոհարար եւ միևնույն ժամանակ հանդիսանում է հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության անդամ։ Ողջույն Դավիթ։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Դուք ինչպե՞ս եք։ Շատ լավ եմ։ Ես արդեն սովորել եմ, արդեն քո հետ շատ լավ է անցնում մեր հաղորդումը եւ այսօր տրամադրությունը շատ բարձր է։ Շնորհակալություն։ Ինչ ենք պատրաստելու Դավիթ ջան։ Ձեզ հետ ես ամեն ինչ ուրախ եմ պատրաստում, ինչ ունենք մեր մոտ, ինչ որ մի բան կմտածենք եւ կպատրաստենք։ Շատ լավ, բայց ես ուզում եմ այստեղ մի քիչ նաեւ հղում անել, մենք հարգելի հեռուստադիտողներ, մինչ կերակրատեսակի պատրաստելուն անցնելը ուզում եմ հիշեցնել ձեզ, որ հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպությունը Երկիր մեդիա հեռուստաընկերության հետ միասին հայտարարում է մրցույթ, մի յուրօրինակ մրցույթ, որի էությունը կայանում է հետեւյալում բարեկամներ։ Դուք կարող եք բոլորդ մասնակից լինել այդ մրցույթին, ներկայացնելով հնագույն կերակրատեսակներ, որոնք որ ժառանգել եք ձեր տատիկից, մամիկից կամ ընդհանրապես դրա մասին տեղյակ եք, կուղարկեք այդ բաղադրատոմսերը հեռուստաընկերություն, այնտեղ մասնագիտական ժյուրին կընտրի լավագույն 15 բաղադրատոմսը, կհրավիրենք այդ 15 բաղադրատոմսի հեղինակներին միասին պատրաստելու այս մեր տաղավարում եւ այդ 15 բաղադրատոմսից կընտրվի լավագույնը, որին կհանձնվի հատուկ մրցանակ։ Մասնակցեք այս յուրահատուկ մրցույթին, բարեկամներ, որովհետև սա նաև հետապնդում է բանահավաքչության նպատակ։ Մասնակցելով դուք ձեր լուման կներդնեք մեր աշխարհի ամենահզորագույն եւ ամենահամեղ ազգային խոհանոցի վերածննդին։ Հարգելի հեռուստադիտողներ, այլ մանրամասների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով 57 65 12։ Կրկնում եմ 57 65 12։ Զանգահարեք 17-ից մինչև 19 ընկած ժամանակահատվածում։ Հարգելի հեռուստադիտողներ, մրցույթի հայտերը ներկայացվելու են մինչև մարտի 23-ը։ Եվ այսպես սկսենք պատրաստել այսօրվա քո մտահղացմամբ ինչ որ պատրաստելու ենք։ Ինչ ենք պատրաստելու։ Մենք ունենք մեզ մոտ ֆիլե, որը արդեն մշակված է, կաշվազատված։ Ձկան ֆիլե, մաշկազերծված, փշազատված, իշխան ձկի ֆիլե։ Այո։ Մենք այս ֆիլեով կարող ենք պատրաստել լավաշի մեջ փաթաթենք ֆիլեն, համեմենք համեմունքներով։ Այո։ Կանաչի, կիտրոն, լոլիկով եւ տեղադրենք ջեռոցը։ Մնացած գործողությունը մեր հեռուստադիտողը թող հետևի ուշով եւ տեսնի թե ինչ հետաքրքիր եւ արագ մատուցվող։ Ամենակարևորը որ մեր ազգային կերակրատեսակը ինչ ենք անելու։ Մենք հիմա լավաշ այստեղ լավաշ։ Այս հարկավոր է մեր ավանդական թորի լավաշ։ Կես լավաշ։ Մենք լավաշ բացենք։ Կան ֆիլեն համեմում ենք։ Աղ։ Կարմիր պղպեղ։ Աղ, կարմիր պղպեղ։ Մյուս կողմը նույնպես այդպես։ Համեցինք։ Տեղադրում ենք լավաշի մեջ։ Մեզ հարկավոր է լոլիկ։ Լոլիկ։ Այո։ Կռահում եմ նաև թարխուն երևի, հա։ Թարխուն, որը որ յուրահատուկ համ է տալիս ձկանը։ Լոլիկի շերտերը դասավորենք ֆիլեի երկանքով։ Լոլիկը կհաղորդի հաճելի այդպես թթվաշա կիսատ այս համ, չէ՞։ Թթվաշություն կհաղորդի ավելի շատ մեր կիտրոնը, որ կրկին կդասավորենք շերտ առ շերտ ֆիլեի լոլիկի վրա ըստ հերթականության։
թարխունը դուք կտրատենք։ մասնատեք, այո, մի քանի մասի։ Իսկ մինչ այդ ես կարագը շերտերի կկտրատեմ, որոշ։ Լավ։ Իրոք որ թարխունը շատ յուրահատուկ կանաչի է, որը ցավոք սրտի շատ քիչ ենք օգտագործում ենք որպես կերակրտեսակի մեջ, չէ՞։ Այո։ Այսինքն կերակուր պատրաստելիս քիչ ենք։ Իհարկե մենք որպես կանաչի ճաշակում ենք շատ, բայց նույնիսկ ապուրների մեջ կարելի է օգտագործել, չէ՞։ Ինձ թվում ավելի շատ ինքը մեզ ծմրանը պաշարներում հավաքելիս, ավելի շատ չորացրած վիճակում։ Չորացրած վիճակում եւ հատկապես լցոն ունեցող։ Սերենի հետ կապված, ֆարշերի հետ կապված, աղացած մսերի յուրահատուկ համ է, որ մենք դեռ սովոր չենք այդ համին, բայց շատ օգտակար եւ յուրահատուկ համ է։ Շատ յուրահատուկ համ է, ինչի սովոր չենք։ Մեր բնաշխարհային բնորոշ կանաչի է եւ կարող ենք կանանային բույր է հաղորդում մեր կերակրատեսակներին, թարխուն ավելացնենք մեր դասավորված մթերքների վրա եւ դասավորենք եւ փաթաթենք։ Փաթաթենք լավաշով։ Փաթաթենք այսպես։ Այսպես։ Թարխունը յուրահատուկ հոտ ունի։ Մենք, պարոն Մամուլյան, ջրով մի փոքր կթրջենք այն։ Ջրով պետք է թրջենք լավաշը։ Ջուրը մեզ կօգնի ավելի շուտ զուկը եփի, շոկե խաշվի եւ լավաշը շատ չի վնասվի, շատ չի չորանա։ Բարեկամներ, ես խոստովանում եմ, որ այս միջոցը մեզ համար իմ պրակտիկան մեջ չի հանդիպել, բայց շատ հիանալի տեխնոլոգիա, այսինքն մտածված է լավ, շատ լավ։ Մենք մետաղյա տարայի մեջ տեղադրելով սա, ուղարկենք ջեռոցը 200 աստիճանի տակ 15 րոպեն բավական է, որպեսզի մեր ձուկը պատրաստ լինի, պարոն Մամուլյան։ Շատ լավ, հավատում եմ։ Հիմա կուղարկենք ջեռոց, 15 րոպե կսպասենք։ 15 րոպեից կբացենք ջեռոցը եւ անուշապ բույրը մենք կվայելենք եւ կհամտեսենք։ Ահա բարեկամներ, անցավ 15 րոպեն եւ այս կերակրատեսակը արդեն պատրաստվեց 200 աստիճան ջերմաշանի տակ։ Այո, մենք արդեն կարող ենք մատուցվող ափսեի մեջ տեղադրել եւ փոքր ձևավորել, պարոն։ Մի փոքր ձևավորենք։ Այս առանձնացրած թունենք էսենց։ Սա ուղարկենք արդեն Եվ մի փոքր, մի երկու կես կարող ենք կտրել, որպեսզի հեռուստադիտողը տեսնի մեջի այդ գունային այո տեսքը շատ լավ եւ փորձենք կիտրոնով փոքր ձևավորել, որը եւ կարող է օգտագործվել նաեւ ուտելու ընթացքում։ Ուտելու ընթացքում, այո, ձուկը շատ է սիրում կիտրոն, այսինքն մենք ձկի հետ ենք սիրում կիտրոն, ձուկը արդեն ոչ մի կեսը այսպես ուղակի կթողենք կողքը, որպեսզի կարող է ուզում են ուղակի հյութը առանձնացնեն, այսպես կարող ենք թողել, իսկ մյուս կեսը կարող ենք այսպեսի կտորներ անելով։ Հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ այս րոպեն օգտագործեմ, նորից հիշեցնեմ ձկան ֆիլե առանց մաշկի եւ կողոսկրի, իշխան ձկան համեմեցինք աղբաղ եւ ավելացրինք կտրատված լոլիկ, կիտրոն եւ թարխուն, մի քիչ կարագ լավաշով փաթաթեցինք եւ տեղադրեցինք ջեռոցում։ Ջեռոցում պետք է լիներ 200 աստիճան տաքություն եւ 15 րոպե պահանջվեց պատրաստելու համար։ Գունային գաման պահպանելու համար օգտագործենք սամիտ։ Եվ մի փոքր թարխուն կամ սամիտ կարող ենք մանրացնել եւ վրան կամ ընթացքում ուտելու ընթացքում օգտագործենք։ Լավ, քանի որ թարխունով ենք սկսել, թարխունով էլ վերջացնենք։ Հիմնականում թարխունի հետ միտեղ սամիտն էլ է շատ այո ձկան հետ համատեղ։ Համաձայն եմ, այսպես անենք։ Դավիթ ջան, ուզում եմ, որ դու ներկայացնես կերակրատեսակը, խնդրեմ, եթե նաև մի որևէ հղում ունես մեր հեռուստադիտողներին, խնդրեմ։ Ես հեռուստադիտողների նախ ասեմ, մյուս անգամ հրավիրելուց, ես խոստանում եմ ձեզ, որ կրկին իմ մտահղացումներով կգամ ձեզ մոտ, կզարմացնեմ հեռուստադիտողին եւ ձեր հետ միասին մեծ սիրով կպատրաստենք այս հիանալի կերակրատեսակները, որը որ
կդասվի մեր հայկական խոհանոցում որպես ավանդական կերակրատեսակներ եւ կթողենք մեր ժառանգներին։ Շատ լավ, տեսակ ինչ լավ ներկայացրեց։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Դավիթին իր այս ժամանակը մեզ տրամադրելու համար, ցանկանալ իրեն, որ նորանոր հաջողություններ ունենա խոհարարական իր մասնագիտության մեջ եւ միշտ ստեղծի, միշտ նորություններով մեզ զարմացնի։ Բարեկամներ, իսկ ինչպես միշտ մեր աշխատանքները ուզում ենք, որ այնպես կառուցենք, որ մեր աշխատանքների արդյունքում դուք լինեք առողջ, լինեք երջանիկ, ուզում ենք, որ ազգ սիրեք ու հայրենիք, մի քիչ համբերություն եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսյուն։ Իշխանը լավաշով, իշխան ձկան ֆիլե, 200 գրամ, լավաշ, կես հատ, կիտրոն, 1 հատ, կարագ, 60 գրամ, թարխուն, սամիտ, աղ, սև եւ կարմիր պղպեղ, բարեխորժակ։